Հասում ավտոն, ասենց առավոտից կայնացա։ Սեդա, ձեր տունն է եկել էս ավտոն, չէ՞։ Ում տունն է, պարկովկա է, այստեղ ես չեմ հասկանում։ Ես ինչքան անգամ ասեցի, հա շատ էլ որ շենք չենք, բանենք, թաղամաս է, բայց կարանք շլանկ բան դնենք։ Ամեն մեկը սենց գա կանգնի, մենք ուր կտա։ Հիմի Վարդանը որ գա, ուր դե պետք է կայնի։ Վարդանը գա ասի Մարին, տեսի, որտե պետք է կայնի Վարդանը։ Ուրիշի դրան դեմը, ուրիշի դրան դեմը չի կայնի, եթե մեր դրան դեմը կարա կանգնի։ Սենց ոչ գիտենք ում ավտոնա, ոչ գիտենք մեր կենսաթոշակները, որ ֆոնդում է, ոչ մի բան չգիտենք, սենց արևաններով նայում ենք, ավտոյա կայնի։ Դու օրինակ ավտոն լավ չգիտես, դու գիտես քո կենսաթոշակը որ ֆոնդում է։ Ինչ որտեղից է եկամուտ գալիս է, քիչ է գալիս, գիտես, չգիտես, ինչի պիտի իմանաս։ Հա էլի ամեն մեկիս աշխատավարձից այդ կենսաթոշակը հավաքվում է, բայց վրան էլ լիքը ֆոնդեր, բաներ կա, վրան փող են, չէ՞ ավելացնում։ Դու չիմանաս որն է քեզ ձեր տալի, այդտեղ լինի։ Տենց խաբար չենք, ավտոմատ գնում է։ Այն օրը լավ է, հենց CQ կվադրատ ամպեգայի սեմինարին եմ գնացել։ Չգիտեմ, երևի սենց էլ ավտոյով էր գնացի։ Ոչ չեմ գնացի, իմացա ամեն ինչ, հիմա գիտեմ, որ ֆոնդում է, ինչքան փող է ինձ գալիս, իմ կենսաթոշակին դու էլ ես քեզի լինկա, բանա կուղարկեմ, գրանցվես գնացեք, բայց այս ավտոյի հարցը լուծեք հանեք ստեղից։